Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է նոր որոշման նախագիծ։ Այսուհետ պաշտոնյաների և հանրային ծառայողների հայտարարագրերը խորապես կվերլուծվեն 7 ռիսկային չափորոշիչների հիման վրա։ Նպատակն է օբյեկտիվ և արդյունավետ կերպով հայտնաբերել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը սահմանում է պետական ծառայողների հայտարարագրերի վերլուծության միասնական համակարգ, հիմնված ռիսկային չափորոշիչների վրա։ Հանձնաժողովը հայտարարագրերի վերլուծություն կարող է իրականացնել մի քանի կոնկրետ հիմքերի առկայության դեպքում։ Առաջինը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գրավոր դիմումներն են, զանգվածային լրատվական միջոցների հրապարակումները և հանձնաժողովի կողմից սահմանված ռիսկային ցուցանիշները։ Այս ամենի համատեքստում նախորդող տարիների ընթացքում հանձնաժողովը իր կատարած վերլուծությունների ընթացքում արդեն ունենալով որոշակի պատկերացում, թե հիմնականում որ ցուցանիշներն են, որոնք ըստ էության պարունակում են կոնկրետ ռիսկեր, այս ամեն ինչը վերհանելով փորձել է այդ սահմանված 6 հիմնական ցուցանիշների միջոցով արտացոլել բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կարող են համարվել ընդհանուր հայտարարագրի դիտարկման տեսանկյունից որպես ռիսկային։ Նախագիծը կապված է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացում գործողության հետ։ Այսպիսով ապահովվում է ոլորտի առավել թափանցիկությունը, նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը։ Հայտարարագրերի վերլուծության և հայտարարագրերի այդ ամբողջ համակարգը ինստիտուտը, որը գործում է, ինքը իրենից ենթադրում է բավականին մեծ հակակոռուպցիոն գործիքակազմ և ռիսկային չափորոշիչների ներդրումը բավականին լուրջ քայլ է, քանի որ ռիսկային չափորոշիչների ներդրմամբ այս համակարգի կանխատեսելիությունը ավելի այսպես բարձրանում է և ավելի ռիսկահեն վերլուծություն է իրականացվում, այն շատ ավելի այսպես թափանցիկ և հաշվետու համակարգի է բերում այդ հայտարարագրերի վերլուծության համակարգը և ես կարծում եմ, որ ոչ միայն հանրության համար, այլ նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար, ովքեր հայտարարագիր ներկայացնողներն են, իրենց համար եւս բավականին այդպես կանխատեսելի է դառնում համակարգը եւ ավելի թափանցիկ է դառնում, թե ինչ հիմքով եւ ինչ չափորոշիչների հիման վրա է հանձնաժողովը իրականացնելու իրենց հայտարարագրերի վերլուծությունը։ Հայտարարագիրը վերլուծության է ենթարկվում 7 հիմնական ռիսկային չափորոշիչներով։ Բացասական կամ շատ ցածր տարեկան ծախսերը գնահատվում են 30 միավոր։ Ընտանիքի անդամների մասին տվյալների բացակայությունը 5 միավոր։ Ուշացած հայտարարագրի ներկայացումը 3 միավոր է, չներկայացված հայտարարագիրը 7 միավոր։ Վարկերի առկայությունը առանց բավարար կանխիկի նախագծով գնահատվում է 5 միավոր, մեծ գումարների առկայությունը կանխիկ դրամով 25 միավոր։ Մենք ոչ թե ռիսկային ենք դիտարկում կոնկրետ կանխիկ դրամական միջոցի առկայությունը, այլ եթե դրանք համակցված մի քանի հանգամանքների առկայության պայմաններում կդիտարկվեն ռիսկային։ Առաջինը այն է, որ կանխիկ դրամական միջոցների ընդհանուր ծավալը լինի 5 միլիոն դրամից ավելի կամ համապատասխան արտարժույթից ավելի, ինչու ենք ընտրել այս շեմը, քանի որ մինչև 5 միլիոն դրամը հայտարարատուն ըստ էության ըստ մեր ուղեցույցների պարտավոր չէ լրացնել դրամական միջոցի ծագման աղբյուրը։ Երկրորդ ցուցանիշը կամ հանգամանքը այն է, որ պետք է կանխիկ դրամական միջոցները 3 եւ ավելի անգամ գերազանցեն անկանխիկ դրամական միջոցներին։ Այս հանգամանքը մենք վերցրել ենք, քանի որ ըստ էության, եթե հայտարարատուն նախընտրում է իր դրամական միջոցների մեծ մասը պահել կամ տնօրինել կանխիկ եղանակով, սա հանձնաժողովի կողմից արդեն իսկ դիտարկվում է որպես ռիսկային գործոն, նաև նկատի ունենալով արդեն անկանխիկ գործառնությունների մասին օրենսդրության շրջանակում վերջերս ընդունված կարգավորումները, որ էապես սահմանափակված են կանխիկ դրամական միջոցների հնարավոր շրջանառությունը։ Եվ երրորդ կարևորագույն հանգամանքն այն է, որ կանխիկ դրամական միջոցների աղբյուրը, այսինքն ինչ միջոցների հաշվին է այն կուտակվել, պետք է ամբողջովին կամ մասամբ կասկած հարուցի դրա օրինականության նկատմամբ։ Սրա առնչությամբ մենք դիտարկում ենք դրան նախորդող ժամանակահատվածում ստացած անձի եկամուտները եւ եթե նման չափով կանխիկ միջոցներ ունենալը հիմնավորվում է անձի ստացած օրինական եկամուտներով, ապա այս ռիսկը կարելի է ասել, որ չեզոքացվում է։ Դրա համար մենք ընտրել ենք այս 3 հիմնական հանգամանքները, որոնց համակցության դեպքում նոր միայն մենք կանխիկ դրամական միջոցների առկայությունը դիտարկում ենք ռիսկային։ Հանձնաժողովը որպես առանձին ցուցանիշ վերցրել է նաև կանխիկ դրամական միջոցների առկայության դեպքում վարկային միջոցների ներգրավումը։ Որպես բացառություն նշված է միայն հիպոթեկային վարկավորման միջոցով անշարժ գույքի ձեռքբերումը, քանի որ ըստ հակակոռուպցիոն հանձնաժողովի ներկա օրենսդրական կարգավորումները կարող
կարող են շարժառիթ դառնալ այսպիսի վարկավորման համար։ Առաջարկվող նախագծով հայտարարագիրը ենթակա է խորացված վերլուծության, եթե դրա ընդհանուր միավորը 60 եւ ավելի է։ 60 եւ ավելի միավոր այդ ցուցանիշը վերցրել ենք այն տրամաբանությամբ եւ հիմնավորմամբ, որ կոնկրետ հայտարարագրերի վերլուծության այս ողջ գործընթացի նպատակը ոչ թե այն է, որ մենք վերհանենք առանձին կոնկրետ խնդիրներ եւ գնանք դրանց կանխարգելման ուղղությամբ, այլ ընդհանուր համակցված բոլոր ցուցանիշների հետ կապված ունենանք կոնկրետ հստակ արտահայտված ռիսկ եւ մեր գնահատմամբ դա միջինից բարձր տոկոսային հարաբերակցություն պետք է ունենա, որպեսզի ամբողջ հայտարարագիրը դիտվի ռիսկային։ Դրա համար մենք վերցրել ենք 60 միավորը եւ ավելին այդ հիմնավորմամբ։ Ինչ վերաբերում է 200 հայտարարագիր սահմանելուն, դա այն նվազագույն շեմն է, որը մենք սահմանել ենք հաշվի առնելով մեր ռեսուրսները, այդ թվում նաև մարդկային ռեսուրսները, այսինքն դա այն հնարավոր նվազագույն թիվն է, որը մենք կարող ենք ապահովել ունենալով այն ռեսուրսները, որոնք որ այս պայմանությամբ ունենք։ Իսկ եթե դրանից հետո արդեն կունենանք գործիքակազմի ընդլայնում, էլեկտրոնային համակարգի զարգացում եւ այլն, բնականաբար այդ թիվը կարող է ավելի մեծացվել։ Սահմանված 200 հայտարարագրի շեմը թեև փոքր է, մասնագետների կարծիքով այն ողջամիտ շեմն է, որը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է հաղթահարել ներկայումս ունեցած ռեսուրսներով։ Դեռևս համակարգը չունի իր արհեստական բանականության հիմքով կամ ավտոմատ վերլուծության բաղադրիչը, որը հնարավորություն կտա շատ մեծ քանակի հայտարարագրեր վերլուծել եւ ունենալ շատ ավելի բաց եւ շատ ավելի թափանցիկ հայտարարագրման համակարգ, եւ հանրությունը եւ քաղաքասարակության մեր գործընկերները շատ ավելի մեծ ինֆորմացիա կունենան եւ կարողանան շատ ավելի այդպես իրենց մոնիթորինգային գործիքակազմը շատ ավելի լավ կիրառել։ Հիմա, երբ որ մենք նայում ենք հանձնաժողովի ներուժին նամանանդ հայտարարագրերի վերլուծության տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ հանձնաժողովը ունի փոքր աշխատակազմ, հանձնաժողովը չի ունեցել այդ ֆինանսական աղբյուրները, որպեսզի ավարտին հասցնի հայտարարագրման համակարգի այս բաղադրիչը, որպեսզի ունենան ավելի մեծ վերլուծության հնարավորություն։ Հանձնաժողովը ունի անընդհատ հոսունություն կադրերի եւ երբ որ մենք խոսում ենք հոսունության մասին եւ ռիսկերի գնահատման մասին, մենք պետք է իմանանք, որ ամեն նոր եկած աշխատակից պետք է նորից սովորի, նորից այդ հմտությունները եւ կարողությունները ձեռք բերի, որպեսզի կարողանա այս ռիսկերը գնահատի։ Իսկ հոսունության ժամանակ մենք այդ կայունությունը չենք ունենում եւ անընդհատ համակարգը թարմացվում է, անընդհատ նոր աշխատակիցներ են գալիս եւ այստեղ արդեն խնդիր է առաջանում։ Նախագծում առանձին ուշադրություն է դարձված լրացուցիչ ռիսկի գործոններին, որոնց գնահատումը յուրաքանչյուր դեպքում որոշվում է իրավասու ստորաբաժանման կողմից։ Սահմանված չափորոշիչներով լրացուցիչ ռիսկի գործոնի առկայությունը գնահատվում է 25 միավոր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են լինել այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավոր չէ համակարգի կողմից դուրս հանվի եւ հնարավոր է հասանելի լինեն հանձնաժողովին այլ աղբյուրներից, այդ թվում նաեւ զանգվածային լրատվական միջոցների հրապարակումներից, անձանց դիմումներից եւ այլն, դրա համար մենք նախատեսել ենք որպես առանձին գործոն, որոնք պետք է վերհանվեն մասնագետների կողմից, բայց այստեղ մի կարևոր շեշտադրում անեմ, որպեսզի դա չհանգեցնի որոշակի կամայական մոտեցման կամ որոշակի գնահատողական դատողությունների, մենք այնտեղ հստակ սահմանել ենք, որ դա պետք է լինի կոնկրետ փաստական տվյալ, որը ազդեցություն ունի հայտարարատուի գույքային դրության վրա։ Այսինքն ցանկացած հայտնի դարձած տվյալ, որպես այդպեսին չի կարող համարվել լրացուցիչ գործոն, այլ պետք է դա լինի կոնկրետ փաստական տվյալ ազդեցություն ունենալով հայտարարատուի գույքային դրության վրա։ Ակնկալվում է ավելացնել վերլուծությունների հասցեականությունը եւ արդյունավետությունը, նվազեցնել սուբյեկտիվ մոտեցումների հավանականությունը, նպաստել հայտարարագրման ինստիտուտի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, ապահովել կանխարգելիչ մեխանիզմների առավել արդյունավետ կիրառում։ Այնուամենայնիվ, ոլորտի մասնագետների կարծիքով լրացուցիչ ռիսկի գործոնների գնահատման մեխանիզմը սուբյեկտիվության ռիսկեր է պարունակում։ Ռիսկերի գնահատման տեսանկյունից, եթե մենք դնում ենք չափորոշիչներ, որpիսի մենք ունենանք կանխատեսելի եւ ռիսկահեն վերլուծություններ, ապա լրացուցիչ ռիսկային չափորոշիչներ դնելը առանց մանրամասնելու ինքը իր մեջ կարող է որոշակի սուբյեկտիվ այսպես գործոններ պարունակել եւ եթե ես փորձեմ դրա մասին խոսել, ապա պետք է նախ եւ առաջ խոսենք այն մասին, թե համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները ռիսկերի գնահատման տեսանկյունից ինչպիսի կարողություններ ունեն եւ արդյոք բոլոր աշխատակիցների կողմից այս լրացուցիչ ռիսկերի չափորոշիչների գնահատումը միասնական բնույթ կկրի, թե յուրաքանչյուր աշխատակից, ով որ կաշխատի այս լրացուցիչ չափորոշիչների հետ, կունենա սուբյեկտիվ կարծիք լրացուցիչ չափորոշիչների մասին եւ արդեն մարդկային գործոնը իր դերը կխաղա դրանց գնահատման տեսանկյունից։ Նոր համակարգը չի
հստակեցնում, թե ինչ պատասխանատվություն է ենթադրում կրկնվող վարքագիծը, կամ վերլուծությունից դուրս մնացած հայտարարագրերը ինչ մեթոդաբանական մոնիթորինգի են ենթարկվում։ Հանձնաժողովը որոշակի մոտեցում եւ որոշակի մոնիթորինգային գործիքակազմ պետք է դնի։ Օրինակ, եթե մենք ունենք կրկնվող վարքագիծ, մենք ունենք նաև ցածր չափորոշիչներ եւ ցածր ռիսկային ցուցիչ ունեցող այսպես չափորոշիչ դրված, օրինակ վարչական տույժից հետո ներկայացվող հայտարարագրերը, ունենք փոխկապակցված անձանց մասին տեղեկատվություն չտրամադրելը, դրանք ավելի ցածր միավորային շեմի տակ են դրված, սակայն պետք է մենք հասկանանք, որ ռիսկային վարքագիծը ինքը կուտակվող ազդեցություն կարող է ունենալ եւ մի քանի տարի շարունակ կարող է նույն պաշտոնատար անձը նույն վարքագիծը դրսևորել։ Արդյոք հանձնաժողովը որոշակի մոտեցում ունի կամ մեթոդաբանությամբ նախատեսվում է, որ կլինեն այնպիսի մոնիթորինգային գործիքակազմ, որ ամեն տարի այս ցածր ռիսկային շեմից դուրս մնացած հայտարարագրերը կարողանան իրենք հետևեն, որպեսզի տեսնեն, թե վարքագիծը ինչպես է շարունակվում, կամ օրինակ 60-ին մոտ գտնվող արդեն բավականին բարձր ռիսկային շեմում գտնվող հայտարարագրերը, թե ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվի այս հայտարարագրերի նկատմամբ, եթե դրանք վերլուծության չեն ենթարկվում։ Հայտարարագրման համակարգի վերլուծությունն առավել մեծածավալ եւ արդյունավետ դարձնելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործուն քայլեր է իրականացնում։ Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ որպես առանձին գործողություն մենք ունենք հայտարարագրման էլեկտրոնային համակարգի շարունակական զարգացման գործընթացն ապահովելը, որն իրենից ենթադրում է ինչպես մի շարք գործընթացների, որոնք հիմա մենք իրականացնում ենք մարդկային ռեսուրսի ներդրմամբ, դրանց ավտոմատացումը եւ պրոցեսները տանելու ավելի մեքենայական պրոցեսների եւ բացի այդ նաեւ մենք նախատեսում ենք, որպեսզի հաջորդ տարիների համար արդեն պետք է համակարգը ապահովված լինի վերլուծությունների ավտոմատացման, այդ թվում նաեւ արհեստական բանականության գործիքների կիրառման միջոցով վերլուծությունների իրականացմանը, որոնք ելի միտված են գործընթացների արդյունավետությանը, դրանց վրա ծախսվող ռեսուրսների նվազեցմանը եւ ամենակարևորը մարդկային միջամտության նվազեցմանը եւ մեր կարծիքով այս ցուցանիշները, որոնք հիմք են դրվում արդեն հետագա վերլուծությունների համար, կարևորագույն նախատիպ են հանդիսանում, որպեսզի հետագայում այդ ցուցանիշները հստակ սահմանվեն, արդեն համակարգի կողմից ամբողջովին առանց մեր մարդկային միջամտության այդ հայտարարագրերը վերհանվեն, համակարգը արտահանի կոնկրետ հայտարարագրերի ցանկ եւ արդեն մեր ստորաբաժանումը իր ողջ ռեսուրսը ներդնի արդեն կոնկրետ հայտարարագրերի վերլուծության գործընթացում։ Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան ապահովել հայտարարագրերի վերլուծության ռիսկահեն, միատեսակ եւ թիրախային մոտեցում, առավել արդյունավետ կառավարել հանձնաժողովի ռեսուրսները եւ բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերման մակարդակը։